Կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ Եվ շնորհակալ։ այսպես վերջին նորություններից սկսենք, շնորհակալ ես չգիտեմ սա ինչքանով է կարևոր, երկու հայտնի զույգ Անա եւ Նիկոլա անունով, որ մեկը վարչապետի պաշտոնն է զբաղեցնում արդեն 8 տարի, 9-րդ տարին ենք, հա, ոնց որ թե մոտենում, այո, մտնում։ Այո։ Չգիտեմ ինչի ես փուլում ընտրություններից առաջ դրանով է պայմանավորված, թե այլ հանգամանքներ կան, դուք դիվանագետ եք, ավելի լավ կիմանաք ինչու որոշեցին այս փուլում այդպիսի քայլ անել եւ դա հանրայնացել եւ ընդհանրապես դա ինչ որ մեկին պետք է հուզում է, հետաքրքրում է, անգամ ես ճիշտ ասած հիմա այս հարցը տալիս եմ, բայց չգիտեմ դա կարեւոր է թե կարեւոր չէ, բայց քանի որ հանգամանքի բերումով հայ ժողովրդի հայոց պետականության ճակատագիրը մեծ հաշվով կախված է իրենցից բարձրբուն իմաստով այս զույգից, որտեղ եկեք չանտեսենք Անայի դերը եւ դերակատարումը շատ կարեւոր է թե ինչ ազդեցություն ինքը Նիկոլի վրա, կարծում եմ կարեւոր է թե կարեւոր չէ թե այո ինչու որոշեցին հիմա։ Դե բնականաբար ձեր նշած հատկապես երկրորդ անձը կարծես մոխրագույն կարդինալի դեր է կատարում եւ տվյալ պարագայում ես ենթադրում եմ, որ կարող եմ ենթադրել միայն, որովհետև եթե իրենց համատեղ կյանքի այս տասնամյակների ընթացքում հարմար չեն գտել պաշտոնական գրանցում անել, ապա ներկայումս այդ գործողությանը դիմելը զուտ ինչ-որ ֆորմալություն է իրենից ենթադրում եւ ես կարող եմ ենթադրել, որ դա զուտ ցանկություն է ինչ-որ միտեղ լեգիտիմացնել իրենց դիրքորոշումը եկեղեցու հետ կապված, քանի որ ամենամեծ քննադատություններից մեկն էլ այն էր, որ իրենք խոսում են իբրև թե եկեղեցու հավատավոր զավակ լինելու մասին, սակայն անգամ սեփական ընտանեկան հարաբերությունները օրինականացման չեն ենթարկել։ Սա զուտ սա է, բայց կարծում եմ արդեն ժամանակները վաղուց անցել են եւ երբ այս զուրքի ամենօրյա այսպես մտա պայքարի արդյունքում ծնված հերթական ինչ-որ քայլը կեղծիքը հանրության վրա ինչ-որ ազդեցություն է ունենում, ենթադրում եմ, որ կա ինչ-որ փոքր զանգված, որ դրանով գուցե սփոփվի կամ ինչ-որ միտեղ իրեն արդարացում գտնի, բայց մեծամասամբ հանրության համար դա զրոյական նշանակություն ունի։ Այո, ես կարծում եմ նաև կարդացի որոշ մեկնաբանություններ, որ մամուլով շրջանառվեց եւ մարդկանց արձագանքը շատ հասկանալի էր, շատ բացասական եւ շատ հասկանալի էր, քանի որ բոլորի համար էլ անգամ իրենց ձևակերպումը բառախաղ էր եւ իրականությանը չհամապատասխանող, քանի որ քաղաքացիական ամուսնությունը հենց ԶԱԳՍ-ով գրանցումն է, այսինքն չի կարող ավարտվել մի բան, որը չի եղել եւ հատկապես այն պարագայում, երբ որ դու գրանցում ես իրականացում, այսինքն դու նոր ես սկսում այդ քաղաքացիական ամուսնությունը, ոչ թե ավարտում ես, այսինքն այդ բառախաղը կար, փորձելով ինչ-որ ինտրիգ ստեղծել եւ մարդկանց համար քննարկման դաշտ բացել, այսպես ասած, ես միշտ ասում եմ բերանի մաստակի սկզբունքով, հա, ինչ որ մի հերթական նյութ գցել, որը կարող է զբաղացնել հանրային դիսկուրսը։ Կարծում եմ արդեն վաղուց ժամանակներն անցել են, մարդկանց մեծ մասը շատ լավ հասկանում է իրենց գործողությունների, քայլերի բուն նպատակը, գուցե առաջին ինչ-որ մի քանի վայրկյան իրենք ուշադրություն են դարձնում, բայց հետո մի անգամից դիմակները ի հայտ են գալիս եւ հասկանում են, թե տակը ինչ կա, եւ դա վերաբերում է նաեւ վերջի շրջանում իրենց կողմից այսպես տիրաժավորվող ամենատարբեր եւ ես կասեի տիեզերական մասշտաբի կեղծիքներին ու շինծու մեղադրանքներին, որ աջուձախ փորձում են հեղել, մենք ենթադրում եմ դրա մասին կխոսենք, որը նպատակ ունի մի կողմից իրենց պահել այսպես լրատվական դաշտի կենտրոնում, հա, հանրային քննարկման կենտրոնում, մոռացության չտրվել։ Մյուսը, որ փորձեն դրանով ինչ-որ միտեղ իրենց վարկանիշը բարձրացնել եւ իրենց եւ գործող եւ ապագա գործողությունների համար ինչ-որ մի օրինականության շղարշ ստեղծել։ Նաեւ ընտանիքի անդամների մոտ է նկատվում ինչ-որ ակտիվություն, էլի ընտրություններով է պայմանավորված, թե արդեն Չէ, հիմա կարծեմ բոլորին այսպես լարել բաց են թողել եւ մենք գնալով ավելի շատ կտեսնենք։ Մենք այդ ձեռագիրը տեսել ենք, երբ որ իրենց համար
որոշում էին ինչ-որ մի քաղաքական գործողություն եւ դրա համար արդեն սկսում էին հանրային դաշտը մշակել բոլոր հնարավոր տեղերից, եթե կհիշեք այդ իրենց հեծանվային արշավները, հետո կրթվում էին, հետո սրտիկներ էին բաց թողում, հետո քիչ համբույրներ անեին, երգում պարում էին, թմբուկ էին նվագում, բայց արդեն անցել է, հասկանում եք։ Հետո ասում են անալ մի հատկանիշ ունի, որ չկա այնպեսի մի բան, որ սկսում է հասցնի միջև վերջ։ Չէ, ես համաձայն չեմ։ Գուցե Հայաստանի կործանումը, հա։ Դե իրենք հետևականորեն դա առաջ են տանում եւ դա իրենց նախաձեռնություն չի, եկեք հասկանանք, սա իրենց այսպես ասած դրա համար են հաջողում, հա։ Գուրուների հրահանգներով իրականացված գործողություններն իրենց լուման են բերում, իրենց անկալումներն են ներդնում եւ իրենց հրահանգավորված դաշտում աշխատանքը։ Սա իմիջիայլոց տիպիկ արևմտյան ձեռագիր է, ես սա տեսել եմ միջազգային կազմակերպություններում տասնամյակներով, երբ որ արևմտյան, այսպես ասած, կենտրոնները, հիմնականում նահանգները, Բրիտանիան եւ եվրոպական 1-2 երկիր որոշում էին ինչ-որ մի բան եւ արդեն մնացած դաշտին հրահանգում են եւ նրանք մանկլավիկների պես ուղղակի այդ հրահանգը իրականացնում են։ Եթե մեկը չալարի բացի այդ նստաշրջաններից որևէ մեկը, ես վերջիններից մեկը ասեմ, հա, նույն քիմիական զենքի կազմակերպությունում Սիրիայի հետ կապված իր քննարկումներում եվրոպական եւ արևմտյան երկրներ, արևմտյան եմ ասում, հետո նույն Ճապոնիան, նույն Հարավային Կորեան, նույն Ավստրալիան, նույն Նոր Զելանդիան, նույն գծի տակ գնացող երկրներ են։ Եվ իրենց ելույթները, եթե լսեին, դա որպես մի օրինակից պատճենված ելույթներ էին, որոնք այսպես քանակային առումով ազդեցություն գործելու ցանկություն կար։ Հիմա մենք նույն ձեռագիրն ենք տեսնում։ Հրահանգը տրված է թիմին, թիմը պիտի դաշտը աշխատացնի, հույս ունենալով, որ դա ինչ-որ ազդեցություն կունենա, բայց ես արդեն, գիտեք, գուցե սխալվում եմ, մարդիկ, ովքեր նույն սոցիոլոգիական դաշտում շատ ավելի խորը շերտերի հետ են աշխատում, գուցե այլ կարծիք ունենան, բայց ինձ թվում է իրենց ազդեցության դաշտը այնքան է նեղացել եւ խտացել, հա, իրենց մեջ, որ այդ իրենց մի քանի 100 հոգուց այն կողմ չի անցնում։ Եվ գուցե դրանց ընտանեկան որոշ անդամները դա էլ հարցական է, թե ընտանիքի անդամների որ մասը որքանով է իրենց աջակցում եւ իրենց այդ գաղափարներին տուրք տալիս։ Մենք հասկանանք, որ մենք դեպի ընտրություններ շատ ավելի շատ ենք տեսնելու նման գործողություններ եւ մենք պետք է, ինչպես ասում են, ավազը ցորենից զատելու հնարավորություն ունենանք եւ կարողանանք կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք շատ ավելի էական են եւ շատ ավելի կարեւոր։ Պատահական չեն այս հայտարարությունները, Նիկոլը նմանատիպ հայտարարություն արեց եւ դա հաստատում է օրինակ Ռուբեն Ռուբինյանը ԿՊ-ից Ազատություն ռադիոկայանության մեջբերում անում իշխող քաղաքացիական պայմանագրին մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրու քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվել պարտության մատնել իշխանությանը։ Հիմա մեջբերում պլանը շատ պարզ է, 3 ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությանը, հայտարարել է ԿՊ վարչության անդամ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ինչ է խոստանում մեզ եւ ինչ է ասում, որ կանենք։ Չպետք է թույլ տանք, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ նկատի ունի Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ոտնատակ անեն մեր ձեռքբերումները, իշխանությունը մտահոգված է, խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձնել ձեռքբերումները բարի վրա, մեր ձեռքբերումները, ինչ ասել է ԿՊ-ի եւ Նիկոլի ձեռքբերումներ, այստեղ ես հնարավորություն կտամ ազատ արտահայտվելու, այսինքն կարող եք հերթով նշել, մեր հանրությունը մոռացել է դրա մասին, ասելու, երբ որ դու ապակե տան մեջ ես ապրում, պետք չի քար նետել դիմացինի վրա։ Եվ ինչ ասել է, թույլ չենք տա, այսինքն ինչ են անելու, շատ հետաքրքիր է։ Հենց այնպես չի փորձարվում այստեղ հասկանալ ինչպես կարող են խաղարկել, բայց այստեղ խնդիր կա, որ երբ որ խոսում են ինչ-որ օլիգարխների մասին կամ թույլ չտալու, ես պիտի խորհուրդ տամ իրենք մի հատ հայլու մեջ նայեն, իրենց նորաթուխ օլիգարխներին, որոնք, չգիտես ինչպես մի քանի տարվա մեջ միլիոնների, միլիարդների կարողություն են վաստակել մի երկրում, որը այսօր թաթախված է պարտքերի մեջ եւ ամեն տարի 1 միլիարդով ավելացնում է իր պետական պարտքը եւ այս պարագայում իրենց կողմից բնականաբար նման այսպես ակլորավարի ելույթներ ունենալը փորձ է անում ցույց տալ, թե իրենք տիրապետում են իրավիճակին։
մի քանի այստեղ բան կա, հա, այսպես ասում են մոտեցում, որոնք իրենք աշխատացնելու են, նախ իրենք փորձում են 18-ին իրենց իշխանության բերած թեզերը օգտագործել, հույս ունենալով, որ դա ինչ-որ միտեղ կաշխատի, այն նախկիններ կա, սև ու սպիտակ, կաշառակերության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար եւ տվյալ դեպքում օլիգարխը հիշեք այն ժամանակին, չէ՞, որ խորհրդանում օլիգարխներ չպետք լինեն, իրենց կողքը նստած են եւ ֆինանսավորում էին այդ օլիգարխները, չեմ ասում նորելուկ ոմանք, որոնց անունները ընդհանրապես երբևէ չէին լսել եւ հանգարց միլիարդների սեփականության տեր դարձան։ Այս առումով զարմանալ չէ, այսինքն իրենք այս սնդուկից հանելու են հերթական թեզը, փորձելու են աշխատացնել, տեսնել որը կկպնի։ Գուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան աշխատի, բայց մենք եկեք հասկանանք, օլիգարխների մասով իրենք են դարձել օլիգարխ։ Միայն այն, որ վերջերս կարծեմ հետքներ թե ինֆոկոմներ, որ հետազոտություններ իրականացնել, որ պետական մակարդակով արտոնություններ տված ընկերություններ միլիոնավոր դրամների նվիրատվություն են իրականացնել Իմ քայլը հիմնադրամին, որի փոխարեն իրենք ստացել են այդ պետական արտոնությունները տարբեր ձևով, այսինքն մենք այստեղ մեր հաշվին, մեր բյուջեի հաշվին իրենց գրպանները լցնելու խնդրին ենք առնչվում։ Մյուսը նույն ասֆալտն էր, որը դրոշակ սարքացման էին գալիս եւ մենք ականատես ենք, որ ասֆալտը ոտ-ոտ առած գնում է։ Անհասկանալի է թե ուր է ի վերջո հանգրվանելու 4 սանտիմ դրա փոխարեն 5 լինի 6 լինի, այսինքն ինչ թալան է տեղի ունեցել Նիկոլենց կողմից ասֆալտի, որ պատահական չի, որ իրանք ասֆալտի վրա են շեշտադրում, որովհետև առաջինը դա մի քիչ տեսողական է, հա, ժողովրդի աչքը փակելու համար շատ հեշտ մեթոդ է, երկրորդը ասֆալտ ամենահեշտ մեթոդն է փողերը լվանալու եւ կլանելու համար եւ դա միայն մեր երկրում չի, հա, ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Այն պարագայում, երբ որ կան այլ տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի խնայողական են եւ շատ ավելի երկարակյաց ծածկույթներ են ապահովում, հատկապես մեր նման երկրներում, որոնք մեծ կլիմայական փոփոխությունների ամպլիտուդներ ունեն։ Դե հիմա ասում են, չի ասում որ իրենց քարուքանդ փոսերով հետ գողացած լափած ասֆալտներով հենց որ անցնում են, ասում են մի քիչ էլ դիմացեք, հիմա մենք կհասնենք նախկիների կառուցած ճանապարհներին, որ արդեն հանգիստ կգնանք։ Այստեղ էլ բան չկա ասելու, էլի, համեմատելու եզրեր չկա։ Մենք միջև հիմա սպասում ենք մեր գերիների վերադարձին։ Այդ մի քիչ էլ է։ Կգանք, հիմա մենք դրան կգանք, բայց ես այս իրանք ինչ են անելու, ձեր կարծիքով ինչ են նախապատրաստել իրենք։ Մյուս խնդիրը, որ իրենց արժևում դնում են, բնականաբար իրենք հրահանգ ունեն դրսից ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվեն, որովհետև կնեք արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում ունի եւ եթե մենք հավատանք այն միլիարդների մուծումները, որ արվել են Արցախը հանձնելու եւ փաստացիորեն Սյունիքը նվիրաբերելու համար, խոսքս մեր ադրբեջանական եւ թուրքական շահերը սպասարկող ծրագրի մասին է, որի առումով մենք թե ձայնագրություն արևմուտքն տվե թե տվել են Նիկոլին տվե թե հետագայում քրեական գործը կբացահայտի ում նկատի ունեք տվել են իշխանություններին բնականաբար իշխանության ղեկին նստած անձի այսինքն գալիս Զատուլինի հայտարարությանը Զատուլինը ես կարծում եմ որ Զատուլինը արդեն արտահայտում է այն ինչը որ ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն բայց մինչև որս խուսափում էին դրա մասին բացահայտ խոսելու, այո, միայն 5 չի, կարծեմ այնտեղ ուրիշ բաներ կա եւ մենք գիտենք, որ ուրիշ բան չէ, Վանեցյանի հենց ծրարները։ Այո, իր իսկ խոստովանությամբ ծրարներ են փոխանցվել, որի հետ կապված մենք ոչ բացատրություններ ունենք եւ այդ ծրարների փոխանցմանը զուգընթաց մենք տեսել ենք Արցախի հանձնման գործընթաց։ Ավելին ասեմ, հիշենք նույն Վանեցյանի խոսքը, որ կոչ էր անում կանգ առնել, որովհետև ինքը շատ լավ հասկանում էր, թե դա ուր է տանում։ Սա ուղղակի զուտ որպես փաստական վկայություններ, որոնք անուղղակի կերպով ապացուցում են, որ գործարք է տեղի ունեցել։ Ոչ թե մենք պարտվել ենք,
ոչ թե մեր զինվորը չի կռվել, ոչ թե Արցախը ինքը ունակ չէր որպես առանձին պետություն կամ անգամ հայկական քաղաքական միավոր շարունակել գոյությունները, այլ որ սա ծրագրված քաղաքականության իրականացում էր, որի անմիջական մասնակիցներ մեր իշխանությունը իր ամբողջական ներկայությամբ։ Եվ կարծեմ հենց երեկ էր իրենց ներկայացուցիչը բացահայտեց, որ նույն ամերիկյան կողմը 22-23 թվականներին անդադ հորդորել է իրենց, որպեսզի այսպես կոչ անեն հայերին Արցախից դուրս գալ իրենց համար գլխացավանքից ազատվելու համար, բայց եկեք հասկանանք, որ այն ձևով, որ դա իրագործվեց, դա բոլորի ճակատին ուղղակի զմռսեց ցեղասպանի եւ ցեղասպանական գործողությունների մասնակցի ու մեղսակցի պիտակը բոլորի անխտիր, որովհետև նրանք, ովքեր իրականացրել են ծրագիրը, նրանք, ովքեր հղացել են եւ օժանդակել են, եւ նրանք, ովքեր իրենց քաղաքական անգործության եւ ներողություն եմ խնդրում, այս մարդը ասում է մենք դա ձեռք բերում է։ Հիմա Ռուբեն Ռուբինյանն ասում մենք ձեռք ենք բերել, Արցախը հասնել ենք, դա ձեռք բերում է, 10,000 մահացել են, ձեռք բերում է, Սյունիքը, Տավուշից տարածքները տվել ենք, ձեռք բերում է, թալանել ենք միլիարդներ, ձեռք բերում է, թոշակառուներին ասել են գնացեք սովից մեռեք, դա ձեռք բերում է, մենք թույլ չենք տալու Ռուբինյանի եւ իր նմանների համար հանձնվելը, ստրկության համար ստորագրություն տալը, ենթարկվելը դա ինքնիշխանություն է, պատերազմը խաղաղություն է, իրենց համար մահերը ձեռքբերում է, այո, նվաճում է, եւ այսպես մենք կարող ենք շարունակաբար շարունակել, սա հակառակ, դա հատուկ քաղաքական գործիքակազմ է, հանրային այսպես ասած ինժեներիայի մաս է կազմում, երբ որ դու թեզեր ես տալիս, որոնք տրամագծորեն հակառակ են նորմալ մարդկային ընկալումներին, բայց դա դու փորձում ես տիրաժարվել առանց դրա իրական բովանդակությունը փոխելուն ուղված, նույնը մենք տեսնում ենք նույն ցեղասպանության խնդրի հետ կապված, նույն Արցախի խնդրի հետ կապված, ամբողջովին գլխից ոտքի վրա շուռ տված է ամեն ինչը ներկայացում, եւ դա փորձ է արվում որպես նվաճում, ձեռքբերում հաղթանակ ներկայացնել։ Մեր տարածքը նվիրեցին բառի իմաստով, ԱՄՆ-ին եւ Թուրքիային տարածքը չկա, տվել են Տրիպով, հիմա այս ամբողջ ժողովրդին մոլորեցնում են, թե մենք ձեռքբերում ունենք։ Այն թղթի վրա է այս պահին, բայց խնդիրը նա անում է, որ այս կա եւ խնդիրն անում է, որ իրենք փորձում են այդ 99 տարվա ստրկությունը ներկայացնել որպես իրենց համար պետության գոյության ձեռքբերում եւ թույլ չենք տալու։ Այսինքն մենք դրան կգանք, բայց ես ուզում եմ մեկ միևն է, սա վրա կենտրոնանանք, էլի։ Ինչ ասել է, մենք թույլ չենք տալու որ գա, մենք այսպես ինչ, այսինքն ինչ են պատրաստվում անել։ Սա հակասահմանադրական եւ ինչ ասեմ, հանցագործ բան հայտարարություն է, չէ՞, վախեցած են Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից եւ Գագիկ Ծառուկյանից։ Եվ հետեւաբար ինչ է լինելու։ Վախեցած են նա այն պատճառով, որովհետեւ առաջինը իրենց այս 8 տարվա գործունեության ընթացքում միայն կորուստ պատերազմ, ստորացում, նվաստացում, զիջումներ, կործանում, տնտեսական անկում են բերել, ճիշտ է, թվերը ներկայացնում, բայց մենք տեսնում ենք, չէ, այսօր արդեն տեղեկատվությունը կա, որ Տավարի մսի հետ կապված խնդիր ունեն, որովհետև նույն արոտավայրերը գեղեցիկ կերպով մատուցանի վրա հանձնեցին Ադրբեջանին։ Մենք լսում ենք ոսկու հանքու եկամուտների մասին, չէ՞ որ նվազել են։ Նույն մնացած տեղերը, ջրային ռեսուրսների միայն ամեն տարի ցորեն է ստանում Արցախից։ 100 միլիոն միայն հաց։ Դեռ Արցախից ստացածը չեմ ասում, այստեղ մեր ինչքան արոտավայրը Սյունիքից Գեղարքունիքից հանձնել։ Այո, Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնելու հետ կապված արդեն տեղեկատվություն կա, որ նույն ներքին հանդիսուղի բնակչությունը աստիճանաբար դուրս է գալիս, դատարկվում, այսինքն ամբողջովին մեզ այսպես մեր բոլոր զենքերը մերկացնում են ազոր, ազդակեր, որ ինչ կանենք, նորից կձերբակալենք, ինչ պետք է անենք, չգիտեմ, պայթեցնենք, ինչ են անելու։ Ձերբակալելու հնարավորություն չուներ, դե արդեն իրենց բոլոր ուղեղի մորմոքի արդյունքում հնարած բոլոր մեղքերն ու խնդիրները փորձում են բարթել, ոչ միտեղ չի տանում եւ կարծում եմ արդեն ժողովուրդը ամենակարևորը ժողովուրդը դրան տոն չի տալիս, հասկանում եք, իրենք փորձում են 30 քանի տոկոսը որտեղից որ բոլոր հարցումներով առայժմ 28-ից 31-2% ունեն, որտեղից իրենց է։ Այդ ես չգիտեմ այդ հարցումները։ Չէ, տարբեր ուժեր են անցկացնում եւ մոտավորապես այդ բանի մասին խոսում։ Գիտեք, ես նման թվերի չեմ հավատում, բացատրեմ
հասկացամ ինչու։ Առաջինը մեր ժողովուրդը ունի շատ զգուշավոր պահվածքի մտածելակերպ, հա, անգամ եթե դու հիմնական հեռախոսային են հարցումները, եւ հեռախոսային հարցումների պարագայում ինքը մտածում է, որ կարող է իմանալ, շատ լավ իմանալու, որ բոլորին լսում են, բոլորին հետևում են, հա, եթե Facebook-յան էջում մի հատ լայք ես դնում ու դրա համար կարող են աշխատանքից ազատել, հիմա բացատրեմ ինչ է կատարում։ Ժողովրդի մի մասը, որը երազում է այս իշխանության հեռացումը, սեփական անվտանգությունից, աշխատանքից չզրկվելու եւ այլ բախերից դրդված, ինքը կարող է հարցման ժամանակ ասել, որ ես աջակցում եմ, բայց իրականում դա չլինի, որտեղ մենք իրական պատկերը կտեսնենք միայն քվեաթերթուփի առաջ, բացառապես, երբ որ նրան վախեցնող այդ պահին։ Լավ, հիմա ինչ անել, եթե ասում եք սպառել է ձերբակալությունները, չունի որոշակի շերտ։ Ես չեմ ասում, որ չունի որոշակի շերտ աջակիցներ, բայց ես չեմ կարծում, որ այդ աջակիցների թիվը վարչական ռեսուրսի, չգիտեմ, փողերի, մնացած խնդիրների, վախերի, կոմպրոմատների կիրառմամբ 15-ից 17%։ Այս հայտարարությունը այսպեսի հայտարարություն անել, նշանակում է հակասահմանադրական բան է հայտարարում, այսինքն մարդու իրավունքն է մարդու ընտրությունների մասնակցել, հայտարարություն անելով ինչի համար են իրենք հող նախապատրաստում եւ ինչ կարող են անել, Նիկոլը ինչ կարող է անել, որ Նիկոլն է հայտարարում, հետևից Ռուբինյանը, դուք ճիշտ նկատեցիք, մի կողմից կա վախ, բայց մյուս կողմից ինչ որ բանի հող են նախապատրաստում, ինչ են պատրաստում անել։ Իրենք փորձելու են, ես ասել եմ, իրենք փորձելու են հիմնական դերակատարներին ինչ որ մի ձևով չեզոքացնել։ Եկեք հասկանանք չեզոքացնելու ինչ տարբերակ ունեն։ Եթե իրենք կարծում են, որ նույն երկրորդ նախագահային, չգիտեմ, Սամվել Կարապետյանին կամ այս պարագայում Ծառուկյանն է, չէ, երրորդ ուժի գլուխը եւ Թաթոյանը չորրորդ փաստորեն։ Երեքին նկատի ունի։ Հայակվեն կարծեմ էլի հայտ է ներկայացնել, չգիտեմ, ինչ համադրությամբ կմասնակցեն, թե առանձին կմասնակցեն, բայց եկեք հասկանանք, մենք 4-ը ընդդիմադիր թևի հետ գործ ունենք, քիչ թե շատ, այսպես ասած, ամբողջ դաշտը ներկայացնող։ Իրենք եթե մտածում են, որ պիտի ղեկավարներին կալանավորեն կամ վախեցնեն, կարծում եմ իրենք անցել են այդ կալանավորման этаպով եւ վախի դրսեւորումները առանձնապես չկա, գումարած դա հակառակ էֆեկտն է ունենալու հանրության վրա։ Եթե փորձեն վեհապարին ինչ-որ մի ձևով ձերբակալել, դա էլ ավելի վատ ազդեցություն է ունենալու։ Այսինքն իրենք հիմա ցուկցվանգի մեջ են։ Իրենք փորձում են ինչ-որ վախեր նետել դաշտ, դրանով փորձել հանրության վրա ազդեցություն գործել, բայց իրենց այս նետարծ դաշտը, այս թեզերը ցույց են տալիս առաջինը իրենց սնանկության աստիճանը, իրենց անզորության աստիճանը եւ երկրորդը, որ արդեն բոլոր այն զտման գործընթացները, որոնցով ընդդիմադիր ղեկավարները պիտի անցնեն, իրենք արդեն անցել են եւ ցույց են տվել քրեական գործերով, ձերբակալություններով, առանցքային դերակատարում։ Ճիշտ նկատեցիք, իմիջիայլոց սրբազաններին ձերբակալելուց հետո մի տեսակ արդեն նայեք, բոլորի համար կալանավայրում հայտնվելը արդեն սարսափելի բան չի։ Դա կենսագրության մեջ հակառակը ինչ-որ մի դրական կետի տեղ է որ օկուպացված երկրում մենք դե կներեք, եթե մենք ունենք մի երկիր, որտեղ դրսից է կառավարվում, փաստորեն դրսի այդ թվում թշնամիների թելադրանքով։ Այսինքն դուք կարծում եք իրենք կփորձեն, բայց ձեր կարծիքով սպառված է։ Իրենք կփորձեն օրինական, բայց արձանագրում ենք, որ հակասահմանադրական հայտարարություն են անում իրենք։ Միանշանակ, հակաօրինական հակասահմանադրական է, բայց իրենք պիտի ինչ էին անընդհատ խոսում միասնական տեխնացիով հանդես գալու, որտեղ այդ դեպքում այդ տեխնացիի դեմ գործողությունները, այսինքն իրենց պայքարն էր հեշտ լինում, որտեղ այնտեղ մի թևի հետ էին գործ ունենալու, հա, եւ այդտեղ նախկին ներկա թեզը կաշխատեր, չգիտեմ, հազարու մի օլիգարխ, միլիարդներ եւ այլն հին ու մեռած, սատկած, բոլոր մեռելն էին կհանեին մեջտեղ, կսկսեին նորից ծեծել։ Բայց այս պարագայում իրենք ունեն բազմաշերտ եւ իրարից էապես տարբերվող թևեր եւ իրենք այդ բոլորի դեմ պայքարել չեն կարող։ Հիմա իրենք կփորձեն օրենքով ինչ-որ մի բան անել, բայց օրենքով բոլորին հեռացնել չեն կարող։ Եթե մեկին վնասեցին, մյուսի տոկոսներն են բարձրանալու, որովհետեւ ժողովրդի մեծ մասը հիմա հասկացել է, սա արդեն
երկիր, հայրենիք, պետություն ունենալու պայքար է, հայ մնալու պայքար է։ Սա գիտեք ինչ, իմ աշխատավարձը կբարձրացնեն, չեն բարձրացնի, կամ չգիտեմ, այս կարևոր է չանտեսեք, չէ՞ մեր ժողովուրդը կարևոր է, բայց մեծ մասի համար այդ գիտակցությունը որոշ մասի մի ասեք մեծ մասի։ Մեծ մասի համար այդ գիտակցությունը արդեն կա, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացառապես բերում է կորուստներ, կործանում եւ իր Աստված մի արածը վերընտրման պարագա մենք կորցնելու ենք Հայաստան պետությունը։ Այն լոզունգը, որ եթե Նիկոլան տրվեց, Հայաստան չի լինելու, այդ աշխատելու է կարծում եք։ Միանշանակ, դա շատ կարևոր է։ Թե աշխատելու է այն, որ գալիս են ուժեր, որ ձեզ չեն ստորացնի, որ ձեր աշխատավարձը կկրկնապատկեն ձեր թոշակը, կկրկնապատկեն եւ Նիկոլի նման ձեզ չեն արհամարի։ Եկեք հասկանանք, մեկը մյուսին չի բացառում։ Իրենց վերընտրության հետևանքները բացահայտ ցույց տալ եւ հատկապես հաշվի առնելով 21-ի ընտրություններից հետո սրանց գործողությունները, որ բոլոր այն թեզերը, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնում էր հանրությանը եւ հանրությունը մտածում էր դե լավ չափազանցնում եք հնարավոր չի 21-րդ դարում նման բան, մենք ականատես եղանք։ Շատ լավ։ Մի րոպե, հաջորդը եւ երկրորդ մասը, այս ուժերը, որոնք գալու են, իրենք շահագրգռված են ուժեղ պետություն ունենալու, իրենք շահագրգռված են չպարակտված հասարակություն ունենալու, որովհետև դա ուժեղ պետության կարևոր գրավականներից մեկն է, իրենք շահագրգռված են տնտեսապես աճող եւ բազմաշերտ ներգրավվածություն ունեցող տնտեսություն ունենալու, որը քո առավելությունների ու քո հնարավորությունների ամբողջ պոտենցիալը կարողանում է օգտագործել։ Սրանք ջնջում են ամեն ինչ։ Շատ լավ, տեսեք, հիմա դուք 4 ուժի մասին խոսեցիք, եկեք ավելի շատ կենտրոնանանք 3-ի վրա։ Հայաստան դաշինք, դե Հայաստան դաշինք ասելով իհարկե կա հեղափոխական դաշնակցությունը, բայց բնականաբար այս ամեն ինչը կառուցված է երկրորդ նախագահի շուրջ։ Հետո կա երկրորդը ուժեղ Հայաստան, սա էլ էստեղ պարզես մեծ անհատի Սամվել Կարապետյանով է պայմանավորված, եւ կա երրորդը Գագիկ Ծառուկյանը, այնտեղ Մայր Հայաստանի, հիմա տեսնենք ինչ որ ուժեր կմիանան։ Այսպես ասեմ, Ռոբերտ Քոչարյանը այն որ տնտեսությունը որևէ մեկի ժամանակ այդպիսի թռիչքային զարգացում չենք ունեցել Հայաստան այդպիսի ծաղկուն շրջան չի ունեցել, դա արձանագրվել է ավելին, չէ, ես ասեմ, եւ ավելի անվտանգության։ Հայաստան պետությունը երկրորդ նախագահի օրոք ողնաշարը ուղեց։ Ահա, բացի դա, երբ որ ասում ենք եւ ամուր ուրեմն ոտքերով կանգնեց ոչ միայն սեփական երկրի եւ Արցախի զարգացման ճանապարհին, այլև միջազգային ասպարեզում։ Այսինքն եւ ամենակարևոր բաներից մեկը որ տնտեսությունը զարգա, այսինքն օդի մեջ խոսակցություն չէ։ Բխող հանգամանքային մոտեցումների որ կար։ Երբ որ ասում ենք թոշակառուների հարց, այդ անձի ժամանակ 5 անգամ բարձրացել, ասում ենք աշխատավարձ, այսպես, բայց ամենից առաջ Ռոբերտ Քոչարյանը ընկալվում է անվտանգության մեծ երաշխավոր։ Տեսեք, նայեք։ Բայց հարցը ուզում եմ տալ 3 հետ կապված հետո խոսեք։ Եվ ոտքերի վրա կանգնեցին։ Մի կենտրոնացիք, հիմա ես ասեմ, դուք հետո հերթով անձերին առանձնացեք, բայց երբ որ ասում ենք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, այստեղ ավելի շատ սոցիալ, տնտեսական մարդիկ, սա։ Հիմա ուզում եմ հասկանալ, բայց նաև Սամվել Կարապետյանը ընկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում է հզոր կայացել եւ այդ անվտանգությունը ինչ որ իմաստով կապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ի վերջո մեր ռազմավարական գործընկերն է եւ այլն, եւ այդպիսի հարաբերություն ունի նաև Գագիկ Ծառուկյանը, արդյոք իրար չեն խանգարը եւ ինչ փոխլրացում կա, այդ ձայների մսկում կա։ Հիմա հերթով այս ուժերի մասին խոսեք։ Երկրորդ նախագահի բացի այն որ մենք միշտ թվարկում ենք դերակատարում, այստեղ շատ կարևոր էր սկզբունքային ղեկավար ունենալու եւ այդ սկզբունքային ղեկավարի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա հանրային հիմնականում ուրեմն միասնություն ստանալը դեպի զարգացող պետություն, հա, զարգացող տնտեսություն ունենալու ուրեմն խնդիրներ որ դրված էր եւ դա անհնարին է առանց անվտանգության, հասկանում եք, եթե քո պատերը ապահով չեն, դու մեջը ինչքան էլ կոսմետիկ նորոգում կատարես, դա խալխուլ է։ Մարդիկ ներդրում են անում, երբ որ իրենք վստահություն ունեն այդ պետության մեջ,
վստահություն ունեն ապագայի հանդեպ եւ այդ վստահությունն էր, որ երկրորդ նախագահը բերեց մեր երկիր հատկապես պատերազմից հետո, երբ որ մեծ կորուստներից հետո, մեծ տնտեսական անկումներից հետո մենք ոտք դրեցինք այսպես դեպի վերև աճի ճանապարհ։ Եկեք հիշենք, որ երկրորդ նախագահի օրոք ենք մենք ունեցել 2 տարի, երբ որ մենք ոչ թե արտահոսք ենք մարդկանց ունեցել, այլ ներհոս։ Դե ասում են արտ բանը, անձեռեցինքը բարձր է Ռոբերտ Քոչարյանի։ Կապ չունի, դա հետագա շրջանի քաղաքական աշխատանքի արդյունք է եւ ոչ թե երկրորդ նախագահի 10 տարվա աշխատանքի արդյունք։ Եկեք հասկանանք, մարդիկ երկիրից դուրս էին գալիս, որտեղ իրենց տնտեսական աշխատանքի հնարավորություն չէին տեսնում եւ նրանք վերադառնում էին, երբ որ տեսնում էին, որ երկրում հնարավոր է ապրել, աշխատել եւ սեփական ընտանիքը պահել։ Այսինքն անվտանգային այդ ամբողջ պատնեշը ստեղծված էր, դրա ներքո համապատասխան համակարգեր էին ձևավորվում, որը հնարավորություն էր տալիս մարդկանց ներդրում անել, աշխատել եւ իրենց ընտանիքը պահել։ Սա ամենևին չի նշանակում, որ խնդիրներ չեն եղել, սխալներ չեն արվել։ Եկեք հասկանանք, որ մենք գործ ունեինք հետ պատերազմյան շրջանի հետ ու գործ ունեինք խորհրդային միությունից ժառանգած տնտեսության բացարձակ ավերման հետ եւ ամբողջապես տնտեսական համակարգը վերափոխելու գործընթացի հետ, իսկ ներկայիս արդեն բացահայտումների արդյունքում նույն Ջեֆրի Սաքսի, Միրշայմերի եւ մնացածի արդեն ակնհայտ է, որ արևմուտքից հստակ քաղաքականություն էր տարվում, թույլ չտալու, որ այս պետությունները ինքնուրույն եւ ինքնաբավ զարգացում ունենան, բայց իրենց համար պետք է ուղղակի որոշակի այսպես զարգացում, որ սովից չմեռնեն, բայց ոչ այնքան, որպեսզի ինքնաբավ լինեն եւ կարողանան սեփական որոշումներ կայացնել։ Այսինքն մենք այս դաշտի հետ գործ ունեինք։ Հիմա մենք խոսում ենք երկրորդ ուժի մասին Կարապետյանի, այո։ Կարապետյանը ինքնա դրսևորվել է դրսում, այսինքն իրեն մեղադրանքներ այսպես շռայլ էր, որ նա ինչ-որ կոռուպցիոն, չգիտեմ ինչերով մեր ժողովրդի հաշվին ինչ-որ մի բան է ստացել, չի ստացվում, հա, հետսուն փորձում են ինչ-որ բան անել, ոչ մի կերպ չի ստացվում եւ հակառակը ժողովուրդը տեսնում է այս իշխանությունը անորակ կառավարման արդյունքում իրենց նստելուց մի ամիս չանցած արդեն մենք տեսնում ենք էլեկտրաէներգիայի այնպիսի անջատումներ, որոնք դրանց առաջ տարիներով չենք տեսել։ Սա նաև մի ուրիշ խնդիր կա, ժողովուրդն ասում է կուշտ աչք, հա։ Սա նույն պարոն Ծառուկյանը, նույն Կարապետյանը, Սամվել, իրենք կուշտ աչքեր են։ Այսինքն իրենք պետությունից գողանալու ցանկություն չունեն, ինչը որ մենք տեսնում ենք այսօրվա իշխանություններին, չտես, որ ասում են չտեսավ պատից կախ, տեսան ճակտից կախ, հիմա այս իշխանությունների բնութագիրն է, որ փորձում են ամեն ինչով, այսպես իրենց միլիոնների պարգևավճարներ շռայլով, իրենց այդ ագահության ու այդ անտակ, հա, անտակ այդ ժլատ այդ բանը, հա, իրենց բավարարել ինչ որ մի կերպ, այն ցանկությունները, որ երբևէ երազել են եւ չեն պատկերացել, որ կարող են իրականացնել, հիմա իրենք այսպես հագուր տալով այդ տարփանքներին իրենք փորձում են դա իրականություն դարձնել, մտածելով, որ իրենց դիրքերը հավերժեն կամ այս պահին ինչքան կարող են կլպենք, հետո կերևա։ Հիմա այս խնդիրը կա եւ ժողովուրդը նայում է, որ կուշտ աչքը մարդը, որը ճանապարհ է անցել, մարդը, որը ինքը իր աշխատանքի, իր փաստացիորեն գործունեության արդյունքում ձեռք է բերել բավականին կարողություն եւ ապացուցել է, որ ինքը կարող է ճիշտ կառավարել։ Չեն խանգարելու իրար ձայները չեն տանել։ Ոչ, ինչու։ Պարոն Ծառուկյանը իրեն դրսևորել է մեր դաշտում։ Նա որոշակի խոցելիություն ունի այդ առումով, որովհետեւ մեր դաշտում այնտեղ խնդիրներ կա, արտոնությունների, առավելությունների մասով, բայց մենք ունենք իշխանության շրջանակում Սուքասյաններ եւ այլք, ովքեր անցել են ճանապարհով, այո, եւ այսօր միլիարդներ, ուրեմն ձեռք բերող մարդիկ, որոնց գործունեությունը մեծ կասկածներ է հարուցում, թե ազնվության, թե արդարության, թե պետության հաշվին հարստանալու խնդիրների տեսակետից, որոնց մասով մենք ավելի պարզ եւ հստակ պատկեր կունենանք, ինչպես ասում եմ, հերձումը ցույց կտա իշխանափոխությունից հետո։ Եվ այս պարագայում իրենք, ինչպես ասում են, իրենց մեջքի հետևում կանգնած այդ խնդիրներ ունեցող մարդկանց մի կողմ թողելով փորձում են արտածել այդ խնդիրները, մտածելով, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ փաստացիորեն կուլ է տալու այն ամենը։ Ինչու չեն խանգարելու իրար։ Հիմա դաշտը տարբեր է։
Երկրորդ նախագահի ընտրազանգվածը հստակ է։ Այսինքն այդտեղ հստակ սկզբունքային զանգված է, որը հատկապես անվտանգային հարցերում եւ հատկապես այն սկզբունքներից ելնելով, որ երկրորդ նախագահի հմտությունները կործանված վիճակից ոտքի կանգնեցնելու եւ այդ տարիների ընթացքում պետական կառավարման ղեկին լինելու եւ ամբողջ ներքին այդ գործընթացային մեխանիզմները ճանաչելու տեսակետից ստարտային առումով էականորեն տարբեր մակարդակի վրա է դնում պետությունը։ Առաջինը, որովհետև իրեն ճանաչում են դրսում եւ գիտեն որպես սկզբունքային ղեկավար եւ բացարձակ վստահություն է վայելում անգամ մեր թշնամիների մոտ եւ պատական չի, որ մեր թշնամիները հենց նրան են թիրախավորում։ Եվ այս պարագայում, այսինքն արտաքին դաշտում մեր ներկայացրած խնդիրներն ու բերված հարցերը իրենք միանշանակ եւ լուրջ ուշադրության են արժանանալու ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնց համար որոշումներ են կայացնում եւ իրենք այստեղ փորձում են դա մարսելի դարձնել մեր հանրությանը։ Այսինքն մենք ունենք մի ղեկավարի հնարավոր թեկնածու, ով նաեւ Սփյուռքում բավականին մեծ հեղինակություն ունի եւ կարող է մեր Սփյուռքի պոտենցիալը շատ արագ համախմբել։ Էլ չեմ ասում այդ պարակտումը, որ այս իշխանությունները մեր Սփյուռքում բերել էին, այդ պարակտումը շատ արագ այլ ուրեմն հենքերի վրա դնել եւ իրենց համար միասնական գործունեության առանցք ստեղծել հօգուտ Հայաստանի թե ուժեղացման, թե տնտեսության, թե անվտանգության եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման, այդ թվում Արցախի վերադարձի հարցին։ Հիմա պարոն Կարապետյանի ընտրազանգվածը որքանով ես նայում եմ, դա ավելի սոցիալական խնդիրներում շահագրգռված սոցիալական դաշտում իրենց խնդիրների լուծում ակնկալող զանգվածն է, որը սովորաբար դուրս է մնում այդ սկզբունքային դաշտից։ Մենք միշտ երբ որ քննարկում ենք մեր հանրային դաշտը, հիմա բացատրեմ, երբ որ մենք հանրային դաշտը քննարկում ենք, մենք ունենք որոշակի ընտրազանգված, որ այս իշխանությունների օգտին է, հա, դրան որոշակիորեն հարող էլի ինչ որ մի տոկոսանություն ունենք նրանց ամբողջովին հակադիր զանգված, որը այսօր դրսևորվում է հիմնականում երկրորդ նախագահի ընտրազանգվածի տեսքով եւ միջանկյալ մոտավորապես 60-ից 70% մի շերտ, որը հիմնականում դժգոհ է այս իշխանություններից, չի ուզում երկրորդին, որտեղ իրենց մեջ այդ կարծրատիպային մոտեցումը կա, ինչպես ասացիք, հակառեյտինգի խնդիրը կա, եւ նույն այդ նախկինների թեզերի ներքո են մնացել, հա, նախկիններ, բայց իրենք ուզում են փոփոխություն, իրենք դեմ են այս իշխանության եւ իրենց պետք է այլընտրանքային եւ շատ հաճախ մենք իրենցից լսում ենք դե մի երիտասարդ խելքը գլխին մեկը չկա, հա, որ գա փոխարինի, լավ է ժողովրդի մեջ չկա, այդ ընտրազանգվածի մի շերտը որը մտածում է, որ մեր մեջ չկա, դրսից կարող են մեզ օգնել, կամ մեր մեջի այն մասան, որը միշտ հեռու է քաղաքական դաշտից, բայց այսօր ստիպված մտել է քաղաքական դաշտ, ինքը իրենով որոշակիորեն ամբից անաղարտ է, քանի որ քաղաքական գործունեության հետագիծ չունի, եւ մասնագիտական տեխնոկրատների բրիգադ է, հա, այդ տեխնոկրատների բրիգադը կստանա իր ձայների որոշակի տո, ավելի շատ ոնց Գագիկ Ծառուկյանի մի րոպե միջանկյալ է զանգվածի, որոշ շերտը կգնա Կարապետյանին։ Մի շերտը, որը թե Ծառուկյանի հետ անմիջականորեն առնչություն է ունեցել, թե իր կողմից ստեղծված ուրեմն ձեռնարկությունների ստեղծած աշխատատերերի արդյունքում է, այս շերտը գումարած նրան հարող այս հիմա որ տեսնենք նույն Մայր Հայաստանի աշխատանքով գոհ զանգվածը, նույն զանգվածը որ ասում է, չէ, իմը թող լինի, իմ Հայաստանում աճած ղեկավարը թող լինի, այդ մի զանգվածն էլ կգնա դեպի պարոն Ծառուկյանի ուրեմն դաշտը։ Մի զանգված էլ կա, որ Թաթոյանենք են վերցնելու, վստահաբար, որքան կլինի այդ տոկոսային հարաբերությունը։ Ես այսօր դժվարանում եմ ասել, որովհետև կախված կլինի, թե վերջնական պատկերում ով է մնում տակը, որ իրենց ձայն տա։ Կամ ինչու իրենց, որովհետև մենք խոսում ենք մոտավորապես 70%, 60-ից 70%-անոց էս մարգինալ շերտի, հա, միջանցքային շերտի մասին, եթե այդ միջանցքային շերտի ենթադրենք մի 20%-ը գնում է պարոն Կարապետյանին, մի 12-15%-ը գնում է պարոն Ծառուկյանին,
մենք ունենում ենք լավ 35%-ը դուրս եկավ 60-ից, այն 30-ի մեջից մի 15%-ը ոչ մի կերպ չի գնալու ընտրությունների, եթե ոչ մի քիչ ավել, այն մնացած շերտը բաժանվելու է բոլոր մնացած խաղացողների մեջ, որոնք հայտ են ներկայացնելու եւ այստեղ մի մոռացեք մենք ունենք երրորդ նախագահի թիմը երրորդ նախագահի ընտրազանգված ունենք, որոնք կարող են տվյալ դեպքում ընտրություն կատարել կամ պարոն Թաթոյանի, կամ պարոն Կարապետյանի, կամ պարոն Ծառուկյանի օգտին քվեարկելու, կամ առանձին ինչ-որ մանր կուսակցություններ, որոնք կներկայացվեն։ Մենք դեռ չենք լսել երրորդ նախագահի թիմը մասնակցելու է թե ոչ եւ ինչ ձևաչափով։ Շատ լավ։ Այսինքն մենք ունենք որոշակի հետաքրքիր ունենալու ենք հետաքրքիր պատկեր, մենք հասկանանք, որ կա, այսպես կոչում ենք քարացած զանգված, հա, քարացած ընտրազանգված թե պարոն Քոչարյանի եւ թե իշխող կուսակցության օգտին մնացած շերտը ինչքանով կտանեն մնացած շերտը բաշխում է, բայց բոլորի մոտ ընդդիմության շատ կարևոր է մի քանի բան շեշտեմ, որ արդեն ձևավորված հստակ ընկալում կա, որ պետք է լինի միասնական նպատակ իշխանությունների հեռացում։ Երկրորդը, որ միանշանակ լինելու է կոալիցիոն կառավարություն։ Սա եւս շատ կարևոր է, այսինքն հավակնություններ ունենալ ձայների մեծամասնություն ստանալու ոչ ռեալիստական է։ Եվ մնացածը արդեն աշխատանքի բաժանման եւ ճիշտ քարոզչական աշխատանքի։ Փաստորեն, տեսեք, նաեւ տեսեք, իրենք վախեցել են այն փորձից, որ տեղի ունեցավ վաղաշաբաթում չկայացավ, բայց ամենայն դեպս Վանաձորում հաղթեցին, իսկ Գյումրիում հենց այդ ձևով, հա, կարողացավ հաջողել եւ ասում են եթե այնտեղ իշխանությանը հաջողեց, իշխանությունը գնաց նրան, որ ձերբակալեց, որովհետև պարտված էր ոչինչ չուներ անելու Վարդան Ղուկասյանին ձերբակալեց, իմիջիալոց ես երեք գնացել էի դատին, դա մի չգիտեմ ինչ ֆարս է, ինչա տեղ ունենում այդ դատավարությունը, դա չգիտեմ որ ինչ ժանրից է խայտարակությունը։ Նայում ես օրենքը մի կողմ իրենց գործողությունների որտեղից են դատավորներին գտել, ներողություն, եկեղեցու հետ կապված դատավարությունները, որ ես չգիտեմ, հիմա դրա մասին էլ ենք խոսելու։ Ոչ մի օրենքի, ոչ մի տարի սահմանադրության, ոչ մի դրույթի հարցս հնչեցնեմ Տիկին Աղաջանյան։ Արձագանքեցիք մոռացել։ Հիմա հույս ունի ընդդիմությունը, որ այսինքն վախ ունի իշխանությունը եւ հույս ունի ընդդիմությունը, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, համապետական ընտրություններում կայանա, թեպետ թերահավատ մարդիկ էլ կան, լուրջ փորձագետներ, որ ասում են շատ բարդ բան է, այնտեղ ուրիշ համակարգ է գործում, համապետականում ուրիշ համակարգ է։ Ոչ մեկ չի ասում, որ հեշտ է լինելու։ Միանշանակ դժվար է լինելու եւ շատ մեծ աշխատանք է պահանջվում ընդդիմությունից, որպեսզի հստակ արդյունքներ արձանագրվեն։ Եթե հա ձեռքերը ծալած նստեն ուղակի այսպես հայտարարություն, չեմ կարծում ծալած նստելու են, լուրջ կաշխատեն, բայց այսինքն այն, որ արևմուտքը, այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որոնք այս ծրագրի եւ այս իշխանությունների թիկունքում կանգնած են, ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության ցանկությունը իրականություն չդառնա, դա միանշանակ է, բայց այստեղ կա ժողովրդի կամք, այստեղ կա ժողովրդի ցանկություն, եւ այստեղ է, որ մենք պետք է հասկանանք եւ մեր ժողովրդին բացատրենք, որ իրենք կարող են շատ բան ծրագրել, բայց եթե ժողովուրդը իր խոսքը ասի, եւ այստեղ շատ կարեւոր է, որ մասնակցությունը բարձր լինի, որովհետեւ այդ դեպքում նրանց բոլորի բերաններն են փակվում եւ նրանց ձեռքի միջամտելու գործիքներն են վերանում։ Դա շատ էական է, որովհետեւ եթե փոքր լինի տոկոսները խնդիր ենք ունենալու եւ փորձել են իբրև թե խախտումներ եւ այլն անվանտակ, այդ նույն ձեր ձերբակալությունների անվանտակ պատկերի փոփոխություն արձանագրել, ինչը մենք տեսանք Էջմիածնում, չէ՞, Էջմիածնում նման գործողությունների գնացին։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ ժողովուրդը դուրս գա եւ քվեարկի։ Ժողովրդի ձայնից ուժեղ եւ որոշիչ գործոն աշխարհում գոյություն չունի։ Չգիտեմ, փոխհրաձգություն կարելի է կոչել թե ինչ, դուք ավելի ճիշտ հիմա կնկարագրեք թե ինչ տեղի ունեցավ, սկսենք նրանից, Ալենի այցը Ռուսաստանի Դաշնություն, սեղանի շուրջ բանավեճ, թե ինչ, Լավրովի եւ իր միջև, սա ինչ էր, հետո եկավ Հայաստան իր հայտարարությունները, դրանից հետո նորից հայտարարություններ ռուսական կողմից հնչեցին, հետո Նիկոլը շատ ավելի դրական, բարեդրացիական, հետո Ալենը էլի այդպես դրական, բայց մի քանի օր հետո հարկ համարեց գնալ դոժձին, գիտեք, հարցազրույց տալ
դա Գոտոշը կարծեմ ընդդիմադիր է, չէ՞, եթե ընդդիմադիր չէ, բան համարվում է իրենց մոտ ինչ են բնութագիր, մի հատ բան ունեն, որ ասում են։ Չէ, հակապետական չէ։ Հակապետական է, հա։ Բան ունեն, չէ, ռուսների մասին։ Հա, բան է, ինչ են դե օրենքի համապատասխան օտարերկրյա ազդեցության տակ գտնվող այդպես, բայց տեսեք պարզ էր, չէ, որ սա ինչ որ իրենց արևին պատասխան էր ապտակեր կամ ինչ է Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանից առաջ մենք առաջ ենք ունեցել խոսելու, բայց դուք անդրադարձել եք այս թեմային Զատուլինի հայտարարությանը 5 միլիարդի հետ կապված եւ ոչ միայն շատ բաց տեքստով ասեց, որ այդ միջանցքը տվել են եւ վաճառել են եւ հիմա հատուկ երբեմն խոսում են Ռուսաստանի մասին, որ հետո ձախողվելու է, իրենք տվել են Միացյալ Նահանգներին, նրանք էլ տալու են Թուրքիայում, խոսում են, որ սրա մեջ կարող են ընդգրկել Ռուսաստանին, զուտ նրա համար, որ հետո ձախողեն, ասեն, տեսեք, ռուսներն արեցին, էլի, հերթական անգամ ռուսների գրպանը գցելու բանը կա, ավելին, հիմա տեսեք Նիկոլի ինչ է պատասխանում, ցավոք ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ, իրենց, որովհետեւ այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն, տեսեք։ Իսկ եթե թշնաման կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Զատուլինի այն հայտարարությանը, թե Փաշինյանը ալիվից վերցրել է $5 միլիարդ եւ առաջիկա ընտրություններում Բաքվի եւ Անկարայի սրտի թեկնածուն է։ Մենք ունենք 4-երևան երկիր, ՌԴ-ին պետք է անընդհատ սադրել հակադրությունների ՀՀ-ի, Ադրբեջանի ՀՀ-ի եւ Թուրքիայի ՀՀ-ի եւ Վրաստանի եւ Իրանի միջեւ, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը կամ մեծանա կամ հայտ գա, ես ուրախ եմ, որ հիմա այդ տեսակետը ՌԴ-ում շատ չեն կիսում, համենայն դեպս վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը դա չեն կիսում եւ այլն։ Խնդրեմ, մեկնաբանեք սա։ Գիտեք, երկու բան կա, որ այստեղ պետք է հստակ նշել, մեկը սադրելու մասով, կարծեմ այս առումով վարպետները նստած են մեր կառավարության շենքում եւ դրա ղեկին, այստեղ սադրելու մասին խոսք չկա եւ իրենց վերջի այցերը դա փորձեր ռուսական կողմի գլխի տակ հերթական փափուկ բարձր դնել եւ փորձել ինչպես 21 թվականին արեցին, ինչ որ մի թեզերով նրանց կողմից այսպես կտրուկ գործողությունների կամ հայտարարությունների համար ժամանակային լուֆտ ստանալ։ Սա իրենք հասկացան, որ չի հաջողվում, որովհետև կնեք այնքան են ավիրել եւ այնքան են կեղծել ու խաբել, որ բոլորի համար ակնհայտ է իրենց գործողությունների հեռահար նպատակները եւ նաեւ ամերիկյան այսօրվա վարչակազմը եւ եվրոպական բյուրոկրատիան չի թաքցնում իրենց նպատակներն ու հեռահար գործողությունների տրամաբանությունը եւ առնվազն պետք է հիմար լինես, որպեսզի հավատաս այս իշխանությունների կողմից ներկայացվող փաստարկներին, որոնք բացարձակապես հակասում են իրենց գործողություններին։ Եվ այս պարագայում այն ինչ որ տեղի ունեցավ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման ժամանակ եւ շատ հատկանշանակ է, որ դա մամուլի ամբողջական այսպես եթերով էր դա գնում, այսինքն ոչ թե սովորական արարողակարգային ձեռքսեղում երկու բառ իրար ասելու հետո քննարկում, դա հենց ցույց էր տալիս, որ ռուսական կողմը փորձում էր մեր ժողովրդին բուն ուղերձները փոխանցել։ Իրենք շատ լավ գիտեն, որ թե դիմացը ով է նստած եւ ինչպիսի այսպես որպես խամաճիկ, ինչպիսի թելերից է կախված, հա, ինչպես են նրանց խաղարկում։ Խոսքը ուղղված էր մեր ժողովրդին եւ այն վտանգներին, որոնք այս վարվող քաղաքականությունը բերելու է այդ ժողովրդին։ Սա էր հիմնական թեզը, այսինքն Լավրովի խոսքը, իր ամբողջ ելույթը եւ հետևանքները, որ ընտրության առաջ եք դուք ձեզ կանգնեցնում ձեր քաղաքականության, որը պետության համար ռիսկեր է ստեղծում։ Այսինքն դիվանագիտորեն ուրիշ կերպ նա չէր կարող ասել, որ դուք երկիրը տանում եք կործանման։ Ալինին այդպիսի բաներ ասելով ինքը ավելի շատ խոսում էր հայ ժողովրդի հետ։ Նա խոսում էր հայ ժողովրդի հետ, նա չէր խոսում Ալինի հետ։ Այսինքն նա շատ լավ գիտի, որ իրեն ասած միևնույն է, այնտեղ ոչ մի տեղ չի գնալու, որովհետև արևմուտքից հստակ ցուցումներ են գալիս եւ այդ հստակ ցուցումների արդյունքում գործողություններ են իրականացվում։ Հիմա ինչ վերաբերում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններով ավելի ինքնիշխան լինելու, երբ որ Ռուսաստանից դու կտրում ես։ Մենք եկեք հասկանանք նույնիսկ այդ խեղված
եզրույթների եւ տրամաբանության մեջ է։ Այսինքն դու Թուրքիայից, Ադրբեջանից ամբողջական կախվածության մեջ լինելը, բայց Ռուսաստանից հեռու լինելը դա ներկայացվում է որպես անկախություն եւ ինքնիշխանություն։ Այսինքն դու քո թշնամու որը տարիներ շարունակ, հարյուրամյակներ շարունակ քո կործանումը եւ քո վերացումն է ուզել եւ այսօր էլ տանում է քաղաքականություն, իրականացնում է քաղաքականություն, որը բացարձակապես քեզ որևէ ձևով օգուտ չի բերում, բայց քո ամբողջ պետությունը, տնտեսությունը, երկիրը դնում է իրենց ոտքի տակ, իրականացնում է զավթողական քաղաքականություն, դաստիարակում է սերունդներ, արդեն տասնամյակներով, որոնց ազգային գոյության նպատակը հային ատելն է եւ հային ոչնչացնելն է, դու այդ տրամաբանության մեջ փորձում ես ինքնիշխանություն իբրև թե դրսևորես, երբ որ դու քո ամեն ինչը կախվածության մեջ ես դնում քո թշնամական այդ տանդեմի գործողություններից եւ ցանկություններից, որը նպատակ է դրել այստեղ վերաբնակեցնել իր սեփական կամքով եւ իրավական ոչ մի հիմք չունեցող բնակիչներին, որոնց ուղեղները 30 տարի լվացվել է այդ հակահայկականության թույնով եւ դրանով դեմոգրաֆիական փոփոխություններ ընդհանրապես այս մի կտորն էլ վերացնել որպես հայկական պատկանելիության ինչ-որ տարածք եւ դու փորձում ես ռուսների հետ այդ հակադրությունը, որը իրենց կարծիքով շատ հաճո է արևմտյան քիմքին, դա ներկայացնել եւ դա ասելով փորձել իրենց հարցից կասի մենք նկարը ստացանք, Լավրով ինչ-որ բան ասեց Ալենը, պատասխանեց ավելին, հետո Ալենն էլ եկավ մի հատ նենց ապտակ տվեց, գնաց մերժված բան հակապետական լրատվամիջոց համարվող դոժդին էլ մի հատ էլ հարցազրույց տվեց, ինչ պետք էր ասեց, ինչու՞։ Որովհետև նա փորձեց այսպես տիեզերական մասշտաբի կեղծիքներ ներկայացնելով եկեղեցու հետ կապված եկեղեցու հասցեին ուրեմն մեղադրանքներ հնչեցնել։ Առաջինը նմանատիպ ցանկացած մեղադրանքի ենթակա անգամ կասկածի ենթակա անձանց հետ կապված այս իշխանությունները եւ ցանկացած մարդ կա քրեական օրենսգրքի համապատասխան պահանջ տեղեկատվության ներկայացում իրավապահ մարմինների եւ քրեական գործի հարուցում։ Եթե դու դա չես անում, որպես առավել եւս իշխանություն ունեցող օղակ, եւ դա օգտագործում ես որպես քաղաքական գործիք հեղինակազրկելու եւ այսպես դիվայնացնելու, հայ եկեղեցին, ապա դու ցույց տալիս, որ ուղղակի տակը ոչ մի հիմք չկա եւ դա քարոզչական։ Բայց ինքը այդտեղ ինչ նպատակի ուզում էր հասավ, ինքը այդ լսարանի առջև մի հատ այսպես բան նետեց, ուրիշ կոնտեքստից դուրս, իբր այսպեսի բան նետեց, ասենք թիրախավորեց հայրաքելական եկեղեցին, հետո որ ինչ որ դատական process-ը սկսի, ինքը ասում է, ես ենթադրաբար ասում եմ, եթե դա լինի, ինքը հերթական անգամ փորձեց կախտել այդպեսի բան ասել եկեղեցու ասել, մնացածներ քանի իրենք իշխանության են, ոչ մի դատական բան էլ չի լինելու չեն շահելու, իրենք շատ լավ հասկանում են իշխանության։ Ոնց որ Արշակ Սրբազանի հետ կապված տարածեցին, հիմա արդեն ինֆորմացիան եկել է բավականին ուշ, ուղարկել են փորձագիտական բանի։ Դա չեն կարող ընդունել դատական process-ի ընթացքում, երբ անբեկանելի ապացույց է, որ իրենց կողմից հնարովի մեղադրանքով մարդուն փոխեցին։ Բայց տեսեք առաջին ինֆորմացիան աշխատեց նույն բանն են անում իրենք։ Առաջին ինֆորմացիան աշխատեց ինչքանով, երբ որ իրենք փորձում էին այդ տիրադավներին իրենց կողմը տանել, բայց ժողովրդի վրա հոչ չազդեց։ Հիմա եկեք հասկանանք, Դոժդի լսարանը մեզ հայերիս Հայաստանում ինչ-որ բան տալիս է։ Ոչ։ Բայց դա արևմուտքում են հարված անել, այսպես տակից այսպես կսմիկներ անել ռուսական իշխանություններին, տհաճություն ստեղծել ռուսական իշխանությունների համար։ Իսկ թվում է ռուսական իշխանությունները արդեն իմունիտետ են ձեռք բերել այս իշխանությունների գործելավոճից։ Եվ այն ազդեցությունը չունի, ինչ որ կարող էր ունենալ 5 տարի առաջ նմանատիպ քայլերը։ Բացարձակապես։ Մեր լսարանի գուցե բանը ֆոնում չունի, բայց գործնական առումով ինքը Թրամփը ընդունեց, ոնց որ ասես քթի տակից տարել եմ իր տարածքը, ինքը մի հատ էլ Պուտինին շնորհակալություն հայտնեց, որ դու կարողացել ես Կովկասում այդ հարցերը լուծես։ Խոսքը ասում են մի ասա հոп միջև չթռնես։ Դե հոպը արդեն իրանք միտեղ հասել են, չէ՞։ Եկեք հասկանանք, որ process-ներ են գնում։ Մենք բազմիցս նշել ենք Գոնե Արցախի հարցում հոպարել են, չէ՞։ Դե Արցախի հարցում հետո վստահեցին այս իշխանությունների իրենց գլխի տակ դրած փափուկ բարձերը։ Այդ ռուսներին եք ասում։ Այո։ Եվ հիմա իրենք իրենց գլխին են տալիս, որ չէին լսում բոլոր մնացած ուժերին, որոնք իրենց զգուշացնում էին եւ փորձում էին հավատնծայել այս իշխանությունների ներկայացրած ուրեմն փաստարկներին եւ գործելավոճին։ Եկեք հասկանանք
այս իշխանությունները հիմա ասենց այսպես ցածկոտում են երկու ճամբարի միջև մի կողմից փորձում են նվազեցնել ռուսական իրանական դժգոհությունները, որոնք բնականաբար այս դաշտում գտնվող մարդկանց հասարակությանը ցույց են տալիս այն վտանգները եւ սպառնալիքները եւ բացահայտում են իրենց կեղտոտ խաղի բուն էությունը, մյուս կողմից իրենք չեն կարող արևմտյան կողմի թելադրանքից մի կողմ ասնել, որովհետեւ իրենց գուրուներն ու տերերը այնտեղ են նստած։ Եվ այդ հեռահար ծրագիրը, որով Թրամփի ուղի կոչված անհասկանալի երևույթը, որի այսպես լայնքը գնալով մեծանում է, ես չեմ հասկանում ճանապարհը ինչի պիտի 500 մետր լայնք ունենա, կամ ցանկացած որևէ այլ բան, եւ ինձ համար մեծ հարցական է, թե մենք հյուսիսից հարավ կամ մեր այդ տարածքում գտնվող մեր բնակավայրեր ինչպես ենք այցելելու եւ ինչ իրավական բան է ունենալու, կարգավիճակ է ունենալու, որպեսզի մենք կարողանանք որպես մեր տարածք այնտեղ գնալ ու գալ, այստեղ խնդիրներ են առաջանում եւ այս պարագայում զարմանալի չէ, որ ռուսական կողմը հիմա ճիշտ նույնատիպ քայլեր է որդեգրել, ինքը փորձում է այսպես հանգիստ դանդաղ առանց տոն տալու այս իշխանությունների այդ կսմիկներին եւ իրենց խելքով շատ խելացի գործելավոճին, ինչին նրանք տուրք տվեցին Արցախում եւ տանուլ տվեցին, որովհետեւ Արցախի ղեկավարությունը ցավոք սրտի վստահում էր այսօրվա մեր իշխանության ղեկին նստած անձին եւ դրա ներկայացրած ուրեմն գործողություններին եւ արդյունքում մենք տեսանք հայաթափված Արցախ եւ ցեղասպանություն 21-րդ դարում։ Այս պարագայում արդեն ռուսները շատ լավ ասում են, լավ է, ուզում եք երկաթուղին այս հատվածները նորոգվեն, նստենք, սկսենք քննարկել։ Հետագայում մնացած հարցերը կլուծենք։ Դա մի օրվա օրինակ մեկը գրում է Լավրովը առաջին հերթին թող մտածի Ռուսաստանի մասին, որ կործանվում է, հիմա էլ տանում են Հայաստանի հակառակ Ռուսաստանի ավելի ծաղկում եւ հզորանում է։ Օրինակ Մարետա Արաքելյանը գրել է որտեղ է տեսնում քանդվող ասֆալտի, թե անհետացած արոտավայրերի, թե աճող գների, թե խեղճացած թոշակառուների, թե Ռուբինյանի, Ալենի գրպանի օրինակ պարունակությամբ։ Տեսեք, ես թե Եվրոպաներում, տեսեք, թե Եվրոպաներում ապրած մարդ եմ, թե բավականին այլ երկրներ գնացած եկած մարդ եմ եւ ես կարող եմ մի բան ասել, այսօր մեր խանութներում, շուկաներում արկա ապրանքների գնային ռեժիմը չի տարբերվում եվրոպական երկրների գնային ռեժիմից, բաներ կա շատ ավելի թանկ են, սննդի ես ինչ եք ասում, այո, շատ ավելի թանկ են, ուրեմն այնտեղի եկամուտների մակարդակը եւ մերը բնականաբար անհամադրելի են, այստեղ $100 եվրո են ստանում, ասենք այնտեղ 1000-1500 եվրո է թոշակառի մասին եմ ասում։ Թոշակառուն 100 եվրո է այստեղ ստանում կամ մի քիչ պակաս, հա 80 եվրո, այնտեղ ստանում են ասենք 1000-1500, բայց այնտեղ ավելի էժան է առաջին անհրաժեշտություն։ Աշխատող աղքատներ։ Մենք ունենք աշխատող աղքատներ, որոնց աշխատավարձը նվազագույն զամբյուղի պահանջված գումարից ցածր է։ Դա նշանակում է սովի մատնել մարդկանց։ Դա նշանակում է մարդկանց եթե նվազագույն զամբյուղից, այո, բայց մարդը ասում է ծաղկում է։ Կան այսպիսի մարդիկ, չգիտեմ, էլի դες կամ նիկոլական է կամ ինչ։ Հա, կամ այս պատվերով կատարողների շարքից է։ Եվ ես իշխանիտեղ ուրախ եմ, որ իրենց թե թվականակն է նվազել, թե այդ ազդեցության դաշտն է պակասել, այսինքն թե առաջ բավականին լայն տարածում էր ստանում, մարդիկ ասում են ուշադրություն մի դարձրեք, շատ լավ գիտենք որտեղից է։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, իդեպ սա ձեր հուշումով եմ, այս չէի նկատել սա։ Ուրեմն խորհրդական Արսեն Խարատյանը Երևանում կայացած ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3-րդ ամենամյա համաժողովին ասել է, որ ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախի հայերի դուրս բերումը։ Լավ եք լսում, հիշում եք, չէ՞, Խարատյանը։ Մի հատ է կրկնեմ։ Ուրեմն համաժողովի ժամանակ ինչ է ասել Արսեն Խարատյանը, հիշում եք, չէ՞, այս ոգևորված երիտասարդը, կարկառուն գաղափարակիր թիմակից Նիկոլ Փաշինյանի առաջին փուլում եկավ իր հետ, բանա գնաց էր ինչ որ հարցերում Միացյալ Նահանգներ, հիշում եք։ Շատ երկար մինչև վերջերս։ Ինչ եք ասում։ Այո։ Ահա, ինչ է խոստովանել, որ ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախից հայերի դուրս բերումը։ Այն որ ասում եք ռուսները արեցիք, ուշադիր իրենք են խոստովանում, բաց համաժողովի ժամանակ։ Մինչև 2022 թվականը Պրահայի համաձայնությունները
փակագծում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ», այսինքն Հայաստան։ Բայդեն-Բլինքեն վարչակազմը խնդիր ուներ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել եւ Արցախում ռուսական այսպես կոչված խաղաղապահների ներկայությունը հետագայում էլ նրանց չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում։ Սրա մասին մենք 1000 անգամ ենք ասել, բայց սա ինչով է ուշագրավ։ Իրենք են ասում։ Իրենք են բացահայտում Նիկոլի դիմակիցները, որ ինչ շահագրգռվածություն է ունեցել Միացյալ Նահանգները, որ Արցախահայությունը դուրս գա, սա բառից բուն իմաստով, երբ ինչ է կոչվում էթնիկ զտում, որը ցեղասպանության գործողություն է, այսինքն Միացյալ Նահանգները բղել են, որ գնան ցեղասպանության հայաթափել, իրենք են դրդել, եւ դա կայացել է։ Այո, կայացել է ցեղասպանությունը։ Խարատյանն է ասում, տեսեք, որ ես ճիշտ ասած գիտեմ 2 տարի է մնացել։ Պաստորեն միջև վերջերս ինքը այդպես ներկայացիչ է եղել։ Հիշեք, ինքը նահանգներից, եթե չեմ սխալվում, այսպես լուր տարածվեց, որ վերադարձել է եւ իրեն կարծեմ գործուղել են, որպեսզի Վրաստանում այդ հակաիշխանական այդպիսի լուր տարածվեց, որ հակաիշխանական այդ ցույցերին օժանդակություն, աջակցություն թե ինչ պիտի անեին, բայց վրացական կողմը նրա մուտքը թույլ չտվեց, ինչպես այնինչեր խզմալան էր, ինչ էր, մեկ էլ դրան չէ կարծեմ անտիկվարիատ է։ Այո, ինչևէ, համենայնպես ուրախ եմ, որ իրենց բերանից է սա հնչում, սա բացահայտում է այն ինչը մենք ժամանակին ասում էինք, եւ կհիշեք, սա զուգահեռ հիշեցնեմ, որ էլի նույն խմբակի հկական կամ այսպես կարկառուն վերլուծական այսպես ունակություններ դրսևորել ցանկություն ունեցող մարդկանցից մեկն էր, նաև նույն ժամանակաշրջանի համար հիշեցնում էր, որ ասել էր իր հարցազրույցներից մեկում, որ ամերիկյան հատուկ բանագնացը իշխանամետ ՀԿ-ներին այսպես ներկայացնում էր ադրբեջանցիների այստեղ տեղափոխվելու վերաբնակեցնելու թեզերը եւ հիմնավորում, որ դա շատ կարեւոր է եւ այդ ՀԿ-ները շատ սվիններով են դա ընդունել, այսինքն հանձնարարություն էր տրվում իրենց, որպեսզի մեր հանրության ուղեղները համապատասխանաբար լվացվեն եւ հենց այդ ժամանակվա գործողությունների շարքից էր եւ եւս մի բան շեշտեմ, ժամանակի ընթացքում մենք դա էլ կլսենք վստահ եմ, հատկապես քաղաքական հերձումից հետո, որ նույն եվրոպական, այսպես ասած, ղեկավարները, որոնց պատկերի ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, նրանք եւս ամերիկյան թելադրանքով եւ իրենց այդ համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացրեցին այդ գործողությունը, քանի որ ամերիկացիք չէին ուզում իրենք Երևանին որպես հիմնական դերակատար եւ անգլիացիներն էլ իրենց սովորության համաձայն կուլիսներից թելերն ու այսպես խողովակներն էին աշխատացնում, այս պարագայում փաստացիորեն եվրոպացիք կատարեցին նահանգների հրահանգները, հիմա երևի թե փոշմանում են այդքան հլու հնազանդ կամակատար լինելու համար, բայց կարծում եմ իրենք էլ փախնելու տեղ չունեն։ Հետաքրքիր է, բայց ինչի որոշեցին սա հանրայնացնել, որ Միացյալ Նահանգներն է մեզ նաև դրդել։ Ես ճիշտ ասած չգիտեմ Խարատյանի այս հանկարծահաս ինքնախոստովանության այս պահվածքի բուն դրդապատճառները, մի քիչ խորքային պետքա նայել, չեմ կարող ասել։ Գուցե ինչ-որ բաներից զրկվել է, սնուցման աղբյուրներից է զրկվել, ինչ իմանամ։ Այսինքն դու կարծում ես Նիկոլը չէր ցանկանա, որ սա հանրայնացվի։ Իհարկե չէր ցանկանա, երբ նա փորձում է Միացյալ Նահանգների գուցե բանը հրապարակ բերում, հետո ասի, տեսեք, բայց դուք էլ ես ուզում եք, ես գնացել եմ, հիմա այս ինչ տեղն էլ արբան անում, էլի։ Չէ, ես կարծում եմ, որ այստեղ ճիշտ է որոշակի խաղ կա, բայց ես կարծում եմ, որ այս պահին բնականաբար նրանք չէին ցանկանա այսպես ծնծղաներով ընդունված ամերիկյան իբրև թե ներդրումը, որը իրականում մեզ 9 միլիարդի լրացուցիչ պարտավորությունների տակ է մտցնելու եւ ընդհանրապես ատոմակայանը փակելու ծրագրի մաս է կազմում եւ թուրքական, ադրբեջանական ենթակառուցվածքներից կախվածության մեջ դնելու ծրագրի մաս է կազմում, դա այսպես որոշակիորեն վարկաբեկել կամ ինչ որ միտեղ հարցականներ նրանց
առումով բանանել, բայց ես չեմ բացառում, որ այստեղ իրենք փորձում են խաղ խաղալ եւ փորձել Տրամպի վարչակազմը հակադրել Բլինկեն-Բայդեն վարչակազմին, բայց եկեք նորից եմ կրկնում, ամերիկյան վարչակազմերը երբեք իրենց հեռահար ծրագրերը մի կողմ չեն դնում, դրանց դրսևորման ձևերը տարբերվում են, Բայդենն ու Բլինկենը կարող է այսպես եւ հատկապես դրան նախորդող վարչակազմերը մարդու իրավունքներ կուրտ ծեծելով ինչ-որ բաներ անեին, ուղղակի Տրամպի ադմինիստրացիան այդ ձևականությունների հետևից չի։ Իդեպ Ռուսաստանը, որ այդ ոգևորությունը կար, Տրամպը կգա ինչ-որ բանակցություններ բան, շատ կոնկրետ այսպես հոսանք եւ ուղղություն կա Ռուսաստանի Դաշնություն, որ զգուշացնում էին եւ հիմա շատ ավելի խիստ են դրա մասին խոսում, որ ձեզ զգուշացնում ենք, որ ոչ որևէ տարբերություն չի լինելու։ Ավելի պատահական չի, որ այո, պատահական չի, այս հիմա կոնկրետ այս տնտեսությունը ուղղակի բարձրուն իմաստով խեղդում են Ռուսաստանի։ Տրամպը խոսել գործարք բառով, նա ոչ թե խոսում է համաձայնություն, պայմանագիր, հա, այսպես բանակցություն, այդ գործարք, այսինքն տրամաբանությունը լինելու է գործարքը, առնեմ ծախեմ, բայց մի պայմանով, սեփական պարտադրանքի եւ սեփական ցանկությունների կատարման, որոնք բացարձակապես չեն բխում։ Չէ, ավելի ճիշտ բառ կա։ Համաշխարհային խաղաղությունը գերակայությունը ամեն տեղ հաստատելու եւ ռեսուրսները տանելու ի տարբերություն նախորդ իշխանությունների, էլ այդ ամեն ինչը չի համենվում դեմոկրատիա, ընտրություններ, այդ ամեն ինչը չկա։ Ուզում եմ, սա գալիս է վերցնեմ նավթի վերցնեմ։ Ես եմ որոշում Վենեսուելայի նավթով, պետք է վաճառի այս հարստությունը։ Միայն դա տարբերություն, ուրիշ տարբերություն չկա։ Ոչ մի հակառակ գալիս ասում են հայեր ջան, մենք ձեր մասին ենք մտածում, դուք շատ քաղաքակիրթ բան եք, պատմություն ունեք, անցյալ ունեք, մենք ձեր մասին ենք մտածում, բայց տակից հիմա դե ցեղասպանությունը Արցախը է։ Հիմա գալիս ասում, «Անդե հանք ունես, այս տարածքը ինձ պետք է Իրանի համար, սա պետք է վերցնում եմ, այս ընդամենը տարբերություն ոչինչ չկա, ձևականությունը մի կողմ են դրված ուղղակի։ Եվ այսպես Ավստրիայի, Վենեսուելայի պարագայում խայտարակ Հնդկաստանին ասեց, մենք հիմա իմիջայլոց Իրանի հետ, տեսեք, այս Ժնևում բանակցություններ են, չէ՞ գնում։ Իրանի հետ բանակցությունների փորձ է արվում, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ընդհանրապես արևոտ քողն է, որի ներքո նախապատրաստություններ են գնում, ավելի ծանր պատերազմական գործողություն է, ընդ որում ամբողջ շրջապատով։ Այսօր Թուրքմենստանում անգամ ամերիկյան հատուկ ջոկատայիններ եւ հատուկ ուրեմն ուժեր են տեղակայվում, որպեսզի Իրանի բոլոր կողմերից հարվածելու հնարավորություն։ Ես չգիտեմ, աշխարհում չկա ինչ-որ մի ուժ ասեմ, իշխանություն ասեմ, երկիր ասեմ, որ չի գիտակցում դա։ Հիմա Իրանը ասում է, ասենք թե կամ փորձագետները, լավ, ասենք թե Ուրանի հարցում կամ չգիտեմ, այս հարցում ինչ-որ գնանք կոմպրոմիսի։ Դե պարզը չէ ծիծաղելու հարցը դրան չի, վաղ ասել եմ դիհատիկ չունենանք, վաղը պետք է պարզա որ Իրան չի հետաքրքրում այդ ռեսուրսները այդ իշխանության կործանումը։ Ամերիկյան կողմին Ուրանը չի հետաքրքրում։ Ամերիկյան կողմին հետաքրքրում է իրենց ենթակայության տակ եւ կազմալուծված Իրան, բայց կազմալուծված նավթի պաշարները իրենք դոլարի աշխուժություն վերահսկել այդ տարբեր ուրեմն շերտերին, քրդերին մի կողմից, բելուժներին մյուս կողմից, այսպես իրենց մի մոռացեք էլի անդադիշեցեք քրդերից ազերի գտնվող ժամանակ արժե հիշեցնել, այն որ մտածում եք քրդերին հերթական անգամ օգտագործեցին թե Իրաքում, թե Սիրիայում ահաբեկչական այս գործողությունների առումով իրենց համար եւ այսպես սիրուն զոհ տվեցին հերթական անգամ, ինչու է զոհ տվեցին, այստեղ ամենահետաքրքիր մասն է։ Այստեղ թուրքերը ի վերջո համաձայնել են գործողություններ Իրանի դեմ, այսինքն ստիպված են եղել համաձայնել Իրանի դեմ գործողություններում անմիջական մասնակցության եւ այդ մասն է կազմում Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան եւ դրա համար իրենք շտապեցին հիմա այդ իրենց սահմանային անցակետի այսպես նորոգման աշխատանքներն են արագացնում եւ այս թրիփը արագացված սկսեցին այս գործողությունները, սա պատահականություն չէ։ Այն դեպքում որ քրդերը վերջին շրջանում ամերիկյան ռազմաբազաներով, բանով, այսինքն իրենց համար ռեալ այդտեղ ուժ չէ։ Իրանի դեմ գործողությունների ժամանակ քրդերը հիմնական դերակատարներից էին։ Դե հիմա պատկերացեք, հիմա մենք ինչ նշան արժեք ունենք էլի Միացյալ Նահանգները։ Ոչ մի բան։ Իրենց համար այնքանով, որքանով որ մենք
մեր վրայով պիտի անցնեն դառնան ու մեզ ոչնչացնելու հերթական գործընթացն է։ Նույնը ամերիկացիներ 1000 եմ ասել։ Իրենք հետեւյալ մոտեցում են։ Հիմա ինձ սա պետք է, ես սա կվերցնեմ, մնացած հարցերը հետո կլուծեմ։ Դրա համար խոստումներ կտան, դրա համար, չգիտեմ ինչ է, անգամ թղթեր կստորագրեն, բայց դրանից հետո Միացյալ Նահանգները միշտ ունենում են հեռահար պլաններ, իրենք 20 տարի հետո տեսնում են իրենցով անելու համար ոչ մի խնդիր չունեն։ Իրենց այդտեղ կարճաժամկետ չի, այնտեղ շատ խորքային մտածած եւ մշակած հակառակը իրենց հեռանկարային ծրագրեր իրականացնելու համար իրենք կարող են ակնկալվող արդյունքը ստանալ նպատակով 1000 խոստումներ տալ եւ հաջորդ վարքյանից սիրուն Ավստրիայի քաղաքում մեկնարկվեց եպիսկոպոսած հավաքը, որին մասնակցում էին նաև Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց կաթողիկոսության 25 arczepiskopos եւ եպիսկոպոս, այդ թվում Երուսաղեմի եւ Կոնստանտինոպոլի հայոց պատրիարքություններից։ Ես ուրախ եմ, որ ժողովը կայանում է, ես վստահ եմ, որ իրենք կքննարկեն շատ հարցեր եւ վեհափառին կներկայացնեն իրենց առաջարկները լուծումների տեսակետից եւ սա շատ կարեւոր է, պատահական չէ, որ իշխանությունները ամեն կերպ փորձում էին թույլ չտալ նման հավաքի անցկացումը, որովհետեւ իրենք շատ լավ գիտակցում են, որ ժողովի ցանկացած առաջարկություն եւ որոշում օրինական է, լրացուցիչ օրինականություն է հաղորդում վեհափառի կայացրած որոշումներին եւ հնարավորություն չի տալու այս իշխանություններին դա ներկայացնելու որպես մեկ անձի կամայական ինչ-որ պահվածք, ինչը փորձում են իրենք անել այս դատական գործընթացները հարուցելով։ Եվ բացարձակապես արժե զրկելու է իրենց եկեղեցու դեմ սկսած այս արշավը եւ օդի մեջ է թողնելու այն 10 տիրադավներին, որոնք փորձ էին անում այս իշխանությունների ձեռքին գործիք դառնալով ինչ որ երևի հեռահար ամբիցիոզ նպատակներ բավարարել, բայց առանց հասկանալու, որ իրենց այդ քայլերով ուղղակի կործանման են տանում թե եկեղեցին, թե մեզ համար դեռևս կանգուն մնացած այդ հենասյունը։ Ես ուրախ եմ, որ այդ ժողովը կկանա, վստահ եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, ոմանք մի մոտեցում կունենան, ուրիշները այլ մոտեցում, բայց ընդհանուր այդ քննարկումները եւ ժողովի կողմից առաջարկվող քայլերը եւ լուծումները բավականին ուղիղ ճանապարհի վրա կդնեն եկեղեցու կողմից իրականացվող գործընթացներ, սա ամենևին չի նշանակում, որ այդ եկեղեցահալած քաղաքականությունը կվերանա, բայց դրա իմաստը արդեն էապես կորած կլինի։ Ինչու է պայթեցնում հերթով Ալիևը Նիկոլ Փաշինյանի թեզերը եւ ստերը, առաջին հարց գերիների հետ կապված, հիշում եք ինքը ասեց 2 ամիս հետո կվերադառնան, հետո արդեն մեր ռազմաքաղաքական էլիտան Արցախի բանտվեց եւ մենք տեսնում ենք, որ հերթով հայտարարում են, որ նրանք ցմահ կամ 20 տարի են դաժան պայմաններում վերջին որոշումը Ռուբեն Վարդանյանի հետ էր կապված եւ հարցազրույց ունեցավ Ալիևը ասելով, որ նրանք ֆաշիստներ են, սա պարզ է, որ միայն այդ գերիների վրա չի տարածում, սա ուղղակի մոտեցում է ադրբեջանական պետության, որ Արցախի բոլոր ղեկավարները 30 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր ղեկավարները, Արցախահայությունը, նրանք ովքեր որ եղել են այնտեղ, ընդհանրապես որևէ հայտարարություն եղել, ընդհանրապես այս ֆաշիստ ժողովուրդ է։ Ինքը այստեղից սա մեզ խափում ասում է խաղաղություն, նա այնտեղից մի անգամից իրերը կոչում է իրեր անով։ Չէ, դա այստեղ մի բան է, ինչու այդպես զուգահեռը չմոռանանք գերիների հարցով եւ նաեւ այս ինչու պայթեցրեց Ալիևը ինչու պայթեցրեց Նիկոլի այդ խաղաղության թեզը, ասելով, որ ինչի մասին է խոսքը, սահմանադրությունը կփոխես, հռչակագրից անկախության կհրաժարվես, կպատրաստվես 300,000 ադրբեջանցիները կգան Հայաստան, սա նշանակում է, որ Հայաստանի վերջն է, չէ՞, Հայաստան գոյություն չի ունենալու։ Եվ հա, իդեպ նաև կուզենայի, որ մոտենում են օրերը, հիշում եք Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը, քար լռություն էս ապիկար դավաճան սրիկա իշխանություններից ոչ մի ձայն չկա, սրանք խոսում են խաղաղության մասին, նա ասում է հայ ժողովուրդը ֆաշիստ է։ Սրանք խոսում են ճանապարհները բացել մասին, սրանք ասում են սպորտսմեններին են փորձում այսպես կաղապարի մեջ պահել, որպեսզի հանկարծ որևէ հայրենասիրական Չէ, արա ինչա՞ն է, արա այդ որ երաժշտություն ա գրում։
Արա Գևորգյանն էլ հրճվում է, որ իր անունը մնացել Արա Գևորգյան, բայց որ Արցախը դա ողբամ քեզ իր հոր արևին հաջողություն է, էլի։ Տեսեք, եկեք դրա որոշակի շերտեր կան, որոնց անդրադառնանք, արժե անդրադառնալ։ Առաջինը այդ էլի տանդեմով գործելու, հա, խնդիրը, որ Ալիևը այնտեղ փորձում է ինքը ցեղասպան լինելով եւ ինքը ռասիստ լինելով, որտեւ իր հոր տասնամյակներով վարած քաղաքականությունը, հայատյացությունը դա ռասիստական, ուրեմն քաղաքականություն է, որը բազմիցս արձանագրվել է, փաստարկվել է, անգամ միջազգային փաստաթղթերում դա կա, եւ այս պարագայում իր վրայից այդ մեղքը մաքրելու, հա, իրեն արդարացնելու, այդ որոշակիորեն իրեն ամբից կամ, չգիտեմ, ինչ դրսևորելու այդ մոլուցքով տարված նա փորձում է նման ուրեմն թեզեր առաջադրել, բայց շատ վտանգավոր է, որ այստեղ նրա զուգահեռը նաև փորձում է մեր եկեղեցուն վերագրել ինչ-որ ծայրահեղականության, հա, դրսևորումներ, որպես ահաբեկչական, այսպես ծայրահեղական իսլամիստական ինչ-որ կազմակերպություններ, այո, իր տանդեմով գործում են, հերթական անգամ փորձում են այդ փոխլրացնել իրար եւ հանրային դիսկուրսում արդարացնել իրենց գործողությունները։ Այն, որ Ալիևը ինքը պիտի մի օր կանգնի միջազգային դատարանի առաջ, ես կասկած անգամ չունեմ։ Խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք մեր պետությունը պահել եւ ունենալ ազգային իշխանություններ, որպեսզի այդ խնդիրը ճիշտ ճանապարհով առաջ տանենք։ Խաղաղություն գոյություն չունի, բազմիցս ենք ասել, եւ չի կարող խաղաղություն լինել, երբ որ դիմացինը փորձում է քեզ ստրկացնել եւ քեզ ոչնչացնել։ Իսկ մենք խոսում ենք Ալիևի նման մի կերպարի, ճիշտ են քոչվոր թուրք վայրի թուրք երևույթի հետ, որը երբ որ ուժեղի արչև է ինքը կուրկուրի ձակ է դառնում, երբ որ ինքը գերակադիրքում է, դիմացինին նսեմացնում, ստորացնում է։ Այսինքն այստեղ ուրիշ վարվելակերպ, ուրիշ վարվելակարգ մենք իրենից չենք կարող ակնկալել եւ իր այս ինքնահաճո դրսևորումները իրեն ինչ-որ կարևորություն տալու, իրեն համաշխարհային դաշտում դերակատար ներկայացնելու, տարածաշրջանում ինչ-որ գերիշխող դիրքեր ունեցողի դիրքերում ցույց տալու այս թաթերական բեմականացումը, եկեք հասկանանք, որ մի նպատակ է հետապնդում։ Նրա ուժը մեր վրա է պատում, երբ որ մենք իշխանության ղեկին ունենք ղեկավարություն, որը կատարում է իր քմահաճույքները, որովհետև նույն տարբեր թելերով կախվածության մեջ է գտնվում այդ անձնավորությունից։ Եվ տվյալ պարագայում նույն Ալիևը ինքը տարբեր կոմպրոմատներով եւ տարբեր վերահսկողական մեխանիզմներով կախված է թե բրիտանական կողմից, թե ամերիկյան կողմից, ել չեմ ասում թուրքականից։ Այստեղ մենք հասկանանք, որ այս ամբողջ խաղի մեջ ինքնիշխան կամ ինքնուրույն գործող բացարձակապես չկա։ Ուղղակի նա հիմա իրեն այդ փորձում է բավարարել իր տարբեր կարգի ամբիցիաներն ու ցանկությունները, իրեն ինչ-որ կարևորություն հաղորդելով եւ միջազգային ասպարեզում իրեն իբրև թե դերակատար ներկայացնելով։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ նույն ամերիկյան կողմը ինչպես կարող է իրենց շատ հանգիստ խեղճացնել եւ իրենք փորձում են ճիշտ է միջև որս հաջողվել է որոշակիորեն ձգձգել իրենց Իրանի հետ կապված հանձնառությունների կատարումը, բայց դրա ժամանակը գալու է եւ իրենք փախնել տեղ չունեն, չմոռանանք, որ նրանց ամբողջ ֆինանսական կարողությունները գտնվում են դրսում եւ շատ հստակ վերահսկողության ներքո եւ իրենց մեղմ խոսք ասեմ, կերած բողկերի մասին եւ անգլիացիներն ու ամերիկացիներն ու իսրայելցիները շատ լավ տեղեկացված են եւ կարող են ցանկացած պահի այս Էփշտեյնի ֆայլերի նման դուրս տալ եւ մենք պարբերաբար տեսել ենք նմանատիպ հրապարակումներ ժամանակ առ ժամանակ արևմտյան մամուլում, հատկապես անգլիական մամուլում, որ զարմանում ենք թե հանկարծ ինչի որոշեցին դրա մասին գրել, բայց դա այդ դագանակներն են, որոնք օգտագործվում են ստիպելու, որպեսզի իրենք կատարեն իրենց հանձնառությունները։ Մեր ժողովրդին ես մի խորհուրդ եմ տալիս չշեղվել որևէ բանի վրա, կենտրոնանալ մեր երկրում, մեր երկիրը մեր ձեռքում պահելու գործի վրա։ Իսկ դրա համար պետք է ընտրություններին, այս իշխանություններին, որոնք բավարարում են մեր թշնամիների ցանկությունները եւ մեր երկիրը տանում են կործանման, ասել ոչ։
եւ բերել իշխանություն, ձայն տալ այն ուժերին, որոնք ազգային շահից ելնելով եւ մեր պետության ուժեղացման, հզորացման, մեր ժողովրդի գլուխը բարձր արժանապատիվ կերպով թե իր երկրի ներսում ամենակարևորը, թե դրսում ներկայանալու հնարավորություն տան։ Հիշեք, երբ որ դու քո ներսում ուժեղ ես, քո երկրի հետ հաշվի են նստում, անկախ քո տարածքային չափից կամ մարդկային քանակից։ Սա միանշանակ է, ես դա տեսել եմ, ես դրանով անցել եմ որպես դիվանագետ։ Ես հիշում եմ, երբ որ մարտի 1-ի դեպքերն էին, մենք ինչքան խոցված էինք մեզ զգում։ Դրանից առաջ ինչքան հպարտ էինք օտար ուժերին թույլ չտալ, որ այն ժամանակ իրականացնեին այս նույն հրեշավոր հեղափոխությունը։ Այո, օտար ուժերը կարողացան մեր երկրում որոշակիորեն ներքին, այո, բախումների բերել։ Մինչև այդ հպարտությանը ասում էինք, որ մենք հետ խորհրդային, հատկապես մեր տարածաշրջանի երկրներից տարբերվում ենք նրանով, որ մենք քաղաքացիական պատերազմ չենք տեսել, չնայած բոլոր դժվարություններին։ Սա քաղաքացիական պատերազմի փորձ էր մարտի 1-ը։ Դա գունավոր հեղափոխության փորձ էր, որը ցավոք սրտի 10 տարի հետո իրականություն դարձավ։ Երբ ենք խոսելու 300,000, 350,000 հայության մասին, որ ինչպես ասացի, ցեղասպանության ենթարկվեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում։ 350,000 չի, թվերը ես նախ խորհուրդ կտամ, լավ էր որ սա նշեցիք, որ ընդհանրապես մեր վերլուծական դաշտը, քաղաքական դաշտը թվերի առումով այսպես մեղմացնող դիրքորոշումներ չունենա։ 800,000-ից մինչև 1 միլիոնի մասին է խոսում։ Մենք 150,000 ունենք Արցախի էթնիկ զտման ենթարկված հայություն, մենք ունենք 500,000 ադրբեջանահայություն, որը Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Գանձակից ցեղասպանական գործողությունների արդյունքում ստիպված է եղել լքել պատմական իրենց տարածքները եւ դրանք բոլորը արձանագրված են ՄԱԿ-ի զեկույցներում, այդ թվերն էլ կան, ամեն ինչն էլ կա եւ այս պարագայում բացարձակապես նման ուրեմն խնդիրներ բարձրացնել, այս իշխանությունն արգելված է որևէ հայկականության հետ առնչվող։ Բայց այս իշխանությունը դռները բացել է եւ ադրբեջանցիները եկան Հայաստան, հիմա էլ համացանցում պատասխանում են թե ինչ հանգիստ շրջում են տեղեր, անգամ պարետների ոստիկանների հետ շրջեն, հետ գնան իրենց երկիր եւ տեսնեն, որ իրենց երկրում իրենք չեն կարող նույն հանգստությամբ շրջել։ Սա իշխանությունների նվաճումը չէ, սա մեր ժողովրդի իրոք խաղաղասեր, իրոք մարդկային արժեքների եւ համընդհանուր արժեքների կրող լինելու դրսևորում։ Ինչ խաղաղասիրության մասին է խոսքը, որ այն հարևան հատվածում քո երկրի ցեղասպանել են, գլխատել են, հիմա էլ եկել են այստեղ պատրաստվում են, ասեք մի 100 ավտոբուս ադրբեջանցի գա, հետևից էլ Թուրքիան մտնի։ Մենք խոսում ենք մեր ժողովրդի բնական արժեքային համակարգի մասին։ Դա չի նշանակում, որ նշանակում պաշտպանիչ բնազդը կորցրած մի ժողովուրդ, ինչը չէ։ Ինչը՞ չէ, ամեն երրորդը ասում է նորմալ ադրբեջանցու Թուրքիա, սա նշանակում է, որ մեռնելու գնացող ժողովուրդը, մահացող որպես զբոսաշրջիկ պիտի գան գնա, խնդիր չկա։ Էդ այսօր։ Հա, վաղը։ Եվ վաղը, եւ մյուս օրը։ Ինչ եք ասում։ Այստեղ արդեն խնդիրն անում է, թե դու ինչ պետություն ունես, ինչ կառավարություն ունես, ինչ քաղաքականություն ես վարում։ Եթե քո պետությունը պատրաստ է սեփական քաղաքացիներին մի անմեղ բառի համար բանտարկել, բայց իր թշնամուն թույլ է տալիս այստեղ հետախուզական աշխատանքներ կատարել, այդտեղ ժողովուրդը մեղավոր չի։ Ժողովուրդը մեղավոր է այնքան, որ թույլ է տալիս այս իշխանության դեռ շարունակել կառավարել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։